Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 14։ Եվ սիրիր քո Եհովա Աստծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգովդ և բոլոր զորությունովդ։ Երկրորդ Օրինաց 6-րդ գլուխ 5-րդ խոսք։ Սերը զգացմունք է, բայց կա արդյոք որևէ քրիստոնյա, ով կասի, որ մարդիկ չպետք է սիրեն Աստծուն և Հիսուս Քրիստոսին իրենց ամբողջ հոգով, և կա արդյոք որևէ մեկը, ով կասի, որ մենք չպետք է ուժեղ ատելություն և խորը վիշտ զգանք մեղքի նկատմամբ, կամ որ մենք չպետք է անսահման երախտագիտություն ցուցաբերենք Աստծուն նրանից ստացած ողորմության, մեղավոր մարդկանց փրկության և նրա կատարած մեծ գործերի համար, կամ որ մենք չպետք է շատ ուժեղ և բուռն ցանկություն ունենանք Աստծո և սրբության հանդեպ։ Կա արդյոք որևէ մեկը, ով կպնդի, որ իր հոգևոր զգացմունքները բավականաչափ ուժեղ են և կասի. «Ես պատճառ չունեմ ամաչելու, որ հոգևոր բաների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն չունեմ, պատճառ չունեմ ամաչելու, որ Աստծո նկատմամբ ավելի մեծ սեր, մեղքի համար ավելի մեծ վիշտ և ստացած ողորմությունների համար ավելի մեծ երախտագիտություն չեմ ցուցաբերում»։ Ո՞վ է ձեզանից գովաբանել Աստծուն այդքան հուզվելու համար այն ամենից, ինչ կարդացել և լսել է մեղավորների և ապստամբների հանդեպ Քրիստոսի զոհաբերության կամ Աստծո հրաշալի սիրո մասին, ով իր միածին որդուն տվեց նրանց համար մեռնելու։ Եվ ո՞վ է աղոթել, որ դրանից ավելի չհուզվեն, քանի որ չափազանց հույզերը անտեղի են և շատ տգեղ քրիստոնյաների համար, լինելով մոլեռանդության դրսևորում և կործանարար ճշմարիտ հավատքի համար։ Սիրելիներ, Սուրբ Գիրքն ասում է, որ մենք պետք է ուրախանանք անպատմելի և փառավոր խնդությունով։ Առաջին Պետրոս 1 գլուխ 8-րդ խոսք։